Տիկին Կարապետյանց Ֆակտը TV ուղիղ եթերում ենք այժմ։ Երեկ մի նախաձեռնություն էի կարել Կարապի լճում եւ հետո ասել էիք, որ դիտավորյալ Կարապի լիճը դատարկել են, այնինչ քաղաքապետը եւ կանաչապատման հողակի տնօրենն ասել էին, որ այդ օրը պարզապես մաքրման օր է հայտարարված, ինչպես կմեկնաբանեք սա եւ ի վերջո ձեր ակցիայի նպատակը ո՞րն էր։ Մեր բոլոր ակցիաների նպատակը ցույց տալ, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում տարիներ շարունակ ընտրությունների հետ կապված։ Իրար վրա ցեղ շպրտոցին, ջուր ծեծոցին ու ելի ունենալու ենք ակցիաներ, որոնք պատկերավոր ցույց են տալու են ինչ որ իրականացել է մեր երկրում։ Ինչ վերաբերվում է քաղաքապետարանի բացատրություններին։ Եթե դրան չնախորդեր քաղաքապետարանի աշխատակիցների կողմից վանդալիզմի ենթարկելը մեր ավտոբուսին, եթե դրան չնախորդեր պարեկների կողմից այսպես կեղծիքով մեր ավտոբուսը տեղաշարժանելը ու հետո տևական ժամանակ պլաշետկայում պահելը, ես կասեի դերավ դիմա պատահականությունը ում հետ չի պատահում, բայց բոլոր պետական մարմինները բոլոր լեվելներում ջանք ու եռան չեն խնայում խանգարելու համար։ Հետևաբար ամենայն հավանականությամբ իրենք դա արել են դիտավորությամբ, հիմա հարցը հետևյալի մեջ է, ինչքան դիտավորությամբ քայլեր իրականացնում, այնքան մեր ճանաչելիությունը ավելանում է։ Ես շատ շնորհակալ եմ պետական տարբեր մարմիններին իրանց ապօրինությունների համար։ Սրա պատասխանը իրանք տալու են հետո, երբ որ նորմալ իշխանություն ունենանք, իսկ հիմա իրանք մեզ գովազդ են անում։ Կարապետյանց կապված ավտոբուսի հետ, օրինակ դուք հարցազրույց եք տվել, թե ստատուս եք գրել, որ որևէ դատապարտող հայտարարություն չի հնչել, Դանիել Լեոնիսյանն էր արձագանքել դրան եւ ասել, որ մանիպուլյատիվ է Կարապետյանցի այդ հայտարարությունը, ըստ էության ասելով, որ իրենք այդ մասին հայտարարություն արել են։ Հարցը հետեւյալի մեջ է։ Ես նեյտրալ նշել եմ, դիտորդները չեն արձագանքել։ Ես որևէ մեկի անվանական անունով չեմ նշել։ Այն կառույցը, որը նշել է Դանիել Լեոնիսյանը, փոխկապակցված է Դանիել Լեոնիսյանի հետ, որի փոխկապակցվածությունը գործող իշխանությունների հետ որևէ մեկի մոտ կասկածներ առաջացնել չի կարող։ Գոնե իր իսկ տված հարցազրույցներով մարդը ամեն օրվա ռեժիմով ցուցմունք է տալի առայն Չնայած ես վերջերս իրան չեմ հետևում, հետաքրքիր չի, ամեն ինչ արդեն պարզ է, բայց նախկինում տրված հարցազրույցներում մարդը ակնհայտ բաց տեքստով ասել է, որ ինքը особо приближенный к императору կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանին հատուկ հանդիպումների հնարավորություն ունի, որ ինքը մասնակցել է տարբեր փակ քննարկումների, որտեղ քննարկել են ինչ որ կուսակցությունների փակելու կամ չփակելու, դա միջև ընտրություններն է։ Հետո նշում է առանձին, որ խոսքը դաշնակցության մասին է։ Ես հարց եմ տալի, Հայաստանի Հանրապետությունում որևէ կառույց կարող է փակել կամ չփակել կուսակցություն, ով կարա դա անի, միայն իշխանությունները, միայն նրանք, ովքեր իշխանական լծակներն են։ Ասել է, թե Դանիել Լեոնիսյանը պարզ բաց տեքստով ասել է, որ ինքը գնում է մասնակցում է իշխանական այնպիսի միջոցառումների, որտեղ քննարկվում է նաև ինչ որ կուսակցություններ փակելու, բացելու։ Դրանից հետո Դանիել Լեոնիսյանի անաչառությունը, իր անկողմնակալությունը, քանի գրոշ արժի։ Ինձ համար ոչ մի գրոշ չարժի, իրանք ինձ համար դիտորդական առաքելություն չեն, այո, իրենք ինձ զանգել են, ինչպես որ ցանկացած լրագրող ինձ կզանգի հարց կուղի, անկախ նրանից ես շատ եմ սիրում այդ լրատվականը, թե չեմ սիրում այդ լրատվականը տարբեր պատճառներով, ես միևնույն է քաղաքակիրթ ձևով պատասխանելու եմ հարցերին։ Ուրիշ տեղից զանգ տան, նորից պատասխանելու եմ, հարցը իմ պատասխանել չպատասխանելու մեջ չի, հարցը նրա մեջ է, ընկալում եմ ես իրանց որպես անկախ դիտորդական առաքելություն, թե չեմ ընկալում, ես չեմ ընկալում։ Նաև փաստորեն դա է պատճառը, որ օգնությունը մերժել եք, ինչպես ինքն է ստատուսում հայտնել։ Ինչ օգնություն։ Զանգել ենք եւ առաջարկել ենք աջակցություն, օգնություն, ճշտել ենք մանրամասները, հայտնել, որ պատրաստ ենք աջակցել ընտրական իրավունքի պաշտպանության հարցում։ Ես չգիտեմ, ինձ հետ օգնության հարցում չեն խոսել, ինձ հարցրել են ինչ եք պատրաստում իրականացնել։ Ես ասել եմ, որ ավտոբուսի վանդալիզմի հետ էր կապված, ես ասել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե մենք հիմա դիմենք ոստիկանություն, մեր ավտոբուսը տանելու են ու մինչև ընտրարշավի վերջը պահելու են։ Հետևաբար մենք չենք դիմում, բայց ուզում ենք բարձրաձայնել, նպատակը սա է, որ մարդիկ լսեն ու իմանան, թե ինչ վանդալիզմ է տեղի ունեցել կոնկրետ մեկ կուսակցության, մեկ տանջված ավտոբուսի նկատմամբ։ Իսկ մնացածի հարցում մենք, ես չգիտեմ իրենք ում հետ են խոսել, ինչ աջակցություն են առաջարկել, դե ախր հասկանում եք, երբ որ մի թիմ, այսպես ասած, մեկ անձ ջանասիրաբար վերջի մի քանի տարիների ընթացքում ամեն օրվա ռեժիմով
օրվա իշխանությունների, անգամ իշխանություն ով լինելն է կապ չունի, օրվա իշխանությունների թեզերը տարածում է անխնա եւ փորձում է արդարացնել հակասահմանադրական, հակաիրավական, հակաբարոյական, հակաիրավական բաները, թեզերը իշխանությունների։ Այդ մարդը նորից կապ չունի իր անազգանունի ինչա։ Այդ մարդը վստահություն ունենալ չի կարող, այդ մարդը անկախ անաչառ լինել չի կարող։ Հիմա ուզում է Դանիելի մասին խոսքը գնա, ուզում է մեկ ուրիշի մասին խոսքը գնա, անաչառ չեն ու վերջ։ Թող զբաղվեն, իրանք ոնց հասկանում եմ, բան են ստացել, գրանտը ստացել են, փորձում են ցույց տալ, որ շատ թույն ձևի աշխատում են, ու մեր Աննա Հակոբյանին մտամ դատի են տվել, են էլ ընդեղից է հուզվել իրան դատի ատվել։ Դուք հավատում։ Վայ, լավ վերջացրեք ժողովուրդ, ասում այդ հայրի մեղք ենք, այս ժողովուրդը մեղք է, այդ հեքիաթները ասում պրոստը պետք է զբաղացնել, դվիժապ։ Դանիել Հովհաննիսյանի վստահելիությունը իրան նկատմամբ այնքան էր անկում ապրել, որ ընտրություններին ընդառաջ պետք էր մի հատ այնց սիրուն շոու կազմակերպել, որ տպավորություն ստեղծի, որ ինքը այնքան անկախ տղա է, որ վարչապետի կնոջ թանկագինին դատի է տվել, հասկանում եք, այդ անկոտրում Աննա Հակոբյանին Դանիելս կարողացել է դատի տա։ Դե վերջացրիք, ասում շոուն չստացվեց, բոլորը գլխանց հասկացան, ամեն ինչ նորմալ է։ Տիկին Կարապետյանց այս ակցիաները հանրության մոտ ոչ միանշանակ են ընկալվում, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակցիան, հա, Սպայդերմենի հագուստով եւ այլն, չեք կարծում, որ այս կերպ կարող է անլրջացվել ձեր կուսակցության մասին կարծիքը։ Ուրեմն այսպես, չկա որևիցե ակցիա, որևէ կուսակցության որևիցե ակցիա, որը միանշանակ կընդունվի Հայաստանի Հանրապետության կամ հայության բոլորի կողմից միանշանակ, այդպես լինել չի կարող։ Մեր հանրությունը շատ տարբեր է եւ շատ նորմալ է, որ մարդիկ տարբեր ձևերով են ընդունում։ Մենք հասել ենք մեր նպատակին, մեր նպատակ ուշադրություն գրավելն էր։ Այսօր Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից շատ դուրս արդեն չկա այլ մարդ Հայաստանով հետաքրքրվող, որ չգիտի, որ կա այդպես այլևս կուսակցություն, որը բոլորին դեմ եմ անվանում ունի եւ որի լոգոն ինքնաբերաբար ստացվել է, որտեղ դա մեզ համար միանգամյա ակցիա էր Սպայդերմենի գնալը, բայց պարզվեց, որ չէ, ինքը այնքան հետաքրքրություն առաջացրեց, որ մենք դարձեցինք մեր մի տեսակ լոգոյի նման ինչ-որ մի բան։ Հարցը հետևյալն էր, մեր նպատակը որն էր, տեսանելի դառնալը, մենք ոչ թե մեր նպատակին հասել ենք, մեր գերագույն ինչ-որ բան ենք հասել, մենք այլևս շատ ճանաչելու ենք և ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սկզբանե ասել եք, որ հանրության մեջ 30%-ը բոլորին դեմ է։ Հիմա այս ձեր քարոզարշավի 8 օրերի ընթացքում ինչ եք հասկացել, գուցե ավելի շատ քվե կստանաք կամ գուցե ավելի քիչ, ինչ մոտավոր ինչ ընկալումներ կան այս առումով։ Մենք ի տարբերություն ցած կուսակցությունների չունենք այդքան մեծ ֆինանսական հնարավորություններ, շաբաթը մի քանի անգամ տարբեր սոցիոլոգիական հարցումներ պատվիրելու, որտեղ դրանց արժեքը սկսում է նվազագույնը 30-40 $000-ից եւ վերև։ Նայած թե ինչ խորության հետազոտություն Հետևաբար, մենք մեր դինամիկայով ենք կարողանում հասկանալ, մեր ռիպոստներով ենք կարողանում հասկանալ, մեզ փողոցում տեսնել, արձագանքելով ենք, որովհետև շատ հետաքրքիր բան է, պարզվում է անգամ փոքր երեխաներն են հասկացել, տեսել, նկատել ու իրանք փողոցում մի շարժումով են մեզ դիմում, հիմա ասում շատերի համար զարմանալի կլինի ինան ինչ անում, ասում այս շարժումը ցենց ինչ որ բան են ցույց տալու, մենք մտածում ենք տեսնես ինչ է, հետո պարզվեց որ դա Սպայդերմենի ժեստն է, անգամ երեխաները դպրոցականներին է տեղ հասել։ Ասել է թե մենք մեր նպատակին հասել ենք, կոնկրետ չափում թիվ բնականաբար ասել չեմ կարող դժվարանամ, ավելին ասեմ, անգամ նրանք ովքեր չափումներ ունեն, հարցումներ ունեն, իրանք էլ չեն կարող ասեն, իրանք ինչքան տոկոսով ձայն կհավաքեն, որովհետև դեռ ժամանակ կա, բոլորը ջանք ու եռանդ չեն խնայում ձայներ գրավելու, բայց կարող են նաև կորցնել այս ընթացքում այդ ձայները, այնպես որ շատ փոփոխական է իրավիճակը, որևէ մեկը հաստատուն կայուն թիվ կամ իրավիճակ գնահատել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը գնահատում է, ասում է շատ իրատեսական է, որ մենք սահմանադրական մեծամասնություն կկազմենք։ Դուք էլ ասեք։ Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածներին պատասխանում եմ, ժողովուրդ, սաղը դուք էլ ասեք, ով ինչ ունի չոլում կրակելու, սաղը տասեք, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաանպատասխանատու մարդն է։ Ուրիշ բառ կասի, ուղղակի եթերը թույլ չի տալի։ Անպատասխանատու մարդ է, որ իր ոչ մի ասած խոսքի համար երբեք պատասխան չի տվել։ Անգամ ներողություն չի խնդրել սեփական ժողովրդից։ Մեղավորներ է քտրել ու փնտրել ու քթել ու նշանակել է մեղավորներ։ Նիկոլ Փաշինյանի ասածը որևէ մեկի համար հիմք չի կարող հանդիսանալ։ Դուք եւս կարծում եք, որ չեն կազմելու
ունենալու սահմանադրական մեծամասնություն իրեն։ Ոչ, սահմանադրական մեծամասնություն օրինական իրավական process-ներով չեն կարող կազմել, թե ինչ փորձեն ընթացս, ինչ գործիքակազմ նախկինում մերժված, բայց այդպես էլ չդատապարտված մեթոդներից որը կընտրեն եւ մի մասը արդեն ընտրել են տեսանելի ադաշտում, ինչ կօգտագործեն, ինչ գործեն, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Բայց դա հասարակությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացնեմ, ինչպես 18 թվականից առաջ ես ասում եմ, որ մեր հասարակությունը ներվ կա մեջը ու հասարակությունը ինչ որ մի պահի չի դիմանալու դուրս գալու փողոց ու պայքարը լինելու, այն նույնը ասում եմ հազարապատիկ անգամ ուժեղ հիմա մարդիկ հոգնած են, զզված են, նվաստացած են Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև դրսի նվաստացումը մեզ վրա այդքան ծանր չի նստում, ինչքան ներսի մեր հայ ներկայացող մարդկանց մեր նկատմամբ այդ հետապնդումները, բռնությունները, նվաստացումները, ազգային արժանապատվության նվաստացումը մնացած ամեն ինչը։ Ու սա չի տենց այդ կարող են անել Եղցիկներ կարող են փորձել ամեն ինչ անել, բայց դա չեն մարսելու ուղակի, որովհետև հասարակությունը հաստատ չի դիմանալու դրան։ Դուք անցնելու եք խորհրդարան։ Իհարկե անցնելու ենք։ Կասկածից դուրս է, որ մենք անցնելու ենք խորհրդարան։ Հարցը նրանումն է, թե քանի տոկոսով ենք անցնելու։ Եվ Տիկին Կարապետյանց ինչպես որոշվեց, որ դուք եք վարչապետի թեկնածու։ Առաջադրվեցին թեկնածուներ, տարբեր թեկնածուներ են եղել առաջադրված, մի մասը ընթացքում ինքնաբացարկով հրաժարվել են եւ էլեկտրոնային տարբերակով քվեարկություն է տեղի ունեցել։ Ես անգամ քվեարկված ընտրվածներով հանդերձ ինչ որ ժամանակ չգիտեի դրա մասին ընտրված եմ թե չէ, որովհետեւ ինքս չէի մասնակցել, ժամանակ չունեի մասնակցելու այդ քվեարկություններին։ Եվ հիմա օրինակ ընտրությունների հաջորդ օրն է անցել եք խորհրդարան, ո՞րն է լինելու ձեր պլանը, այսպես կներկայացնեք հեռուստադիտողին։ Մենք վստահ ենք, որ որևէ մեկը չի կարողանալու հավաքել այնքան ձայն, որ ինքնուրույն կառավարություն ձևավորի։ Հետևաբար բոլորը սկսվելու են բանակցությունները, մեր պարագայում մենք չենք գնալու քաղաքական առևտրի, մենք ի սկզբանե ասել ենք, որ մենք քաղաքական առևտրի չենք գնալու, մենք գալիս ենք շատ կոնկրետ պայմաններով, մենք գալիս ենք հետևյալ ծրագրով, մեր վարչապետի թեկնածուն 100 օր, մեր ասած փոփոխությունները 1% շեմի իջեցում, որպեսզի կարողանան թարմ ուժեր լինել դաշտում, քաղաքական ուժեր, որովհետև հին ուժերով նոր բաներ ստեղծել հնարավոր չի։ Մեր պետությունը աշխարհակաղակական այս մեծ փոփոխությունների մեջ, տեխնոլոգիաների դարի այս մեծ փոփոխությունների մեջ նոր մտածողություն ունեցող, նոր որակի մարդկանց, նոր արժեհամակարգ կրող մարդկանց կարիք ունի։ Նոր մարդիկ չեն կարողանում գալ, որտեղ իրանք ոչ իշխանություն են, ոչ էլ միլիարդատեր են։ Այս մարդկանց համար շեմը պետքա իջեցնել։ Այս մեկ, երկրորդը պետքա կայուն մեծամասնության կետը հանել, որովհետև դա բավականին մեծ լուրջ խնդիրներ առաջացնում չծանրաբեռնեմ մարդիկ ասում ում հետաքրքիր առանձին կհարցնեն կպատասխանեմ եւ վերջապես ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որպեսզի մարդիկ ոչ թե տանը նստեն ու չգնան չմասնակցեն ընտրություններին, ինչի արդյունքում նրանք ովքեր հնուց մնացած կուսակցություններ են ունեն իրանց կոնկրետ ընտրողները միշտ ունեցել են իրանց ինչ որ 5-6-7% ընտրողները միշտ իրան գնան ու այդ մեծամասնություն կազմելու այդ արեստական մարդկանց ձայներ ավելացնելու միջոցով կարողանան գան պարլամենտում տեղավորեն, հետո այսպես քարտերի կալոդինման այսպես խառնեն, նորից բաժանեն, հետո խառնեն, նորից բաժանեն։ Մի օր դու ես ընդդիմություն, մի օր ես եմ իշխանություն, հետո ես կլինեմ իշխանություն, դու կլինես։ Տենց չպիտի լինի։ Մենք պիտի փոխենք քաղաքական դաշտը ու փոխենք որակյալ մարդկանցով։ Հետևաբար մեր առաջարկը հետևյալն է, ընտրություններից անմիջապես հետո սկսում են բանակցություններ, մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով տալ մեզ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որտեղ մեր կուսակցությունը լուծարվելու է, վարչապետը ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդիվ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնների եւ հետաբար սա լինելու է Հայաստանի պատմության մեջ միակ առայժմ առաջին եւ հույս ունեմ ոչ միակը վերջինը արդար ընտրությունները, որտեղ չեն օգտագործվելու ներողություն ադմինիստրատիվ ռեսուրսները, որտեղ հմեկը չի աշխատելու մենակ օրվա իշխանության համար, որտեղ իշխանությունը այդ օրվա չի վերընտրվելու, չեն անելու դասատուներին չեն քշելու դասերը ասեն չեղարկեք երեխեքին էլ հետը հավաքեք, հայդե գնում ենք ասма շեֆի բանն ա եկել, կորտեժն ա եկել, գնում ենք դրոշակներով բան անելու, որպեսզի իրան լավ զգա, փառավորվի հոգին ոմանց։ Այսպեսի գործողություններ են կանելու։ Այսինքն դուք մի ուժի վարչապետի թեկնածու եք, որը վարչապետա լինելու 100 օր։ Այո։ Եվ 10 տարի չի կարողանալու զբաղվել քաղաքական։ Վարչապետը 10 տարի չի զբաղվելու քաղաքականությամբ։ Պատրաստ եք։ Ես արդեն ստորագրել եմ այդ թուղթը, ես նման պարտավորություն եմ վերցրել։ Ավելին ես շատ լավ հասկանում եմ, որ մենք կարող ենք առաջադրել մեր թիմակիցներից, ավելի երիտասարդ թիմակիցներից որևիցե մեկին, բայց դա կլիներ երիտասարդ, ողջամիտ, առողջ, արժանամակարգ կրող, պրոֆեսիոնալ կադրի
զոհաբերություն, ավելի լավ է ասում է ես դուրս գամ խաղից, քան թե այդ երիտասարդները, որոնք մեր ապագան պիտի կերտեն։ Տիկին Կարապետյանից դուք ինչով եք համոզված, որ հաջորդ ընտրություններն ավելի լավն են լինելու եւ 100 օրում արմատախիլ են լինելու տասնամյակների արատավոր երևույթները։ Որովհետեւ երբ որ դու ունես լծակներ, որպես իշխանություն, օգտագործում ես այդ լծակները անխնա եւ անբարոյական ձևով, այլ ոչի ընտրություններ ուղղակի տեղի ունենալ չեն կարող։ Երբ որ դու գալիս ես չընտրվելու պայմանով շարունակականությունը քո որպես վարչապետ, որպես քաղաքական process-ի մեջ մասնակցած շարունակականություն չապահովելու պայմանով, պարզ է, չէ, որ քո միակ նպատակը նորմալ ընտրություններ իրականացնելն է, որպեսզի բոլոր փոքր ուժերը, առողջ ուժերը կարողանան հայտնվեն, նաև առողջ ուժերը։ Մեզ շատ անգամ ասում են, բայց չեք փակելու, օրինակ նախկինները կարող են գալ պարլամենտ, նախկինների պարլամենտում չհայտնվելու համար 8 տարվա այս իշխանությունը ինքը պիտի միջոցներ ձեռնարկեր, ոչ թե մենք 100 օրում կարողանանք այդ բոլոր հարցերը լուծենք։ Լինելու են գուցե նրանք էլ անցնեն ժողովրդի ձայնը կարող են տալ նաև ստանալ անցնել պարլամենտ նաև փոքր ուժերը, որոնք երկար տարիների շատ հետաքրքիր ծրագրեր, պրոյեկտներ ունեն։ Մարդիկ ովքեր կարողանում են 30-40 հազար ձայն հավաքել, որևէ կերպ այդ 40 հազարը պարլամենտում ներկայացված դրա ողջամտությունը որտեղ է։ Չկա այդպես ողջամտություն։ Այսինքն ինչպես ձեր պնդմամբ 8 տարի իշխանությունները չեն կարողացել դա անել, դուք 100 օրում կարող եք անել։ Նորից մենք 100 օրում ստեղծելու ենք այնպիսի պայմաններ, որտեղ ոչ միայն օրվա իշխանությունը իր բոլոր անսահման ռեսուրսներով եւ սուպեր հարուստ միլիարդատերերի միջև պայքարը գնալու, հանուն արդարության սկի պայքարը չի գնում, տենց սիրուն պասերով իրար հետ խաղում են, այլ նոր ուժեր, փոքր ուժեր, առողջ ուժեր կարողանալու են գալ, մտնեն պարլամենտ ու ներկայացնեն հասարակությանը եւ կարողանան որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունենալ։ Դուք 2018-ի այդ ընտրությունների արդյունքները կասկածի տակ եք դնում հիմա։ 18 թվականի արդյունքները դա որպես այդպեսին ընտրություն էլ չէր, դա էյֆորիայի տակ ինչ որտեղ, դուք նկատի ունեք բաները 18 թե 19 Նիկոլ Փաշինյանի իշխանություն 18-ի վերջը Հիմա արդեն ասում եք բան կանեմ, եթե խաղացողները, հիմնական խաղացողները կասկածի տակ չէին դրել, հիմա անկեղծ ասած կդժվարանամ հիշել այդ ընտրությունների հետ կապված, որտեվ իմ մոտ ավելի շատ 19 թվականի պարլամենտական հետո ասում Արմենը աղան եկավ։ Ես կասկածի տակ չեմ կարող դնել քվեարկության արդյունքները, բայց կասկածի տակ եմ դնում հայ ազգի նման ընտրությունը, նման կանոններով, նման պայմաններում, որովհետև դա ըստ էության անայլանդրանք ընտրություն էր։ Դա հեղափոխական ալիքի շահագործում էր իշխանությունը յուրացնելու տեսակետից, ոնց որ նախկին դրանից մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրացրել էր մինչ այդ կեղծարար ուժի միջոցով, այնտեղ ինչ որ պայմանավորվածությունների արդյունքում, այլ կերպ ասած Նիկոլ Փաշինյան երևույթը տեխնացուն այդ օրը չի ունեցել որևէ այլընտրանքային տեխնացու, չի եղել որևէ բովանդակային քննարկում, ապագայի վերաբերյալ որևէ քննարկում։ Հայ ժողովուրդը կույր քվեարկություն է արել հեղափոխական ոգևորության ֆոնի վրա։ Բայց տիկին Ես հիշեցի, ուրեմն տեսեք, կան գործողություններ, որոնք հեղափոխության ընթացքում անգամ Նիկոլ Փաշինյանի պարլամենտում վարչապետ ընտրվելը իրավունքի օրենքի տեսակետից անօրինական էր, բայց իրավունքի իրացման տեսակետից, երբ որ փողոցում լիքը մարդ է հավաքված, իրավունքի ուժով մարդիկ կարող են թույլ տալ եւ պարտադրել, որպիսի փոքրամասնության ներկայացուցիչին ընտրեն վարչապետ։ Օրենքը այդպես չի նախատեսում, օրենքը նախատեսում է, որ մեծամասնությունն է ներկայացնում վարչապետի տեխնացու, մեծամասնության տեխնացուն է առաջադրում, հասկանում եք։ Այդ իմաստով հեղափոխական իրավիճակները կարող են ուրիշ, ես ասում եմ, այնքան ասմանդրություններ ենք քննարկել, արդեն ես էսեցի խառնել։ Հեղափոխությունից անմիջապես հետո հեղափոխական իրավիճակներում այլ կանոններ են գործում։ Հետևաբար այս խոսել հիմա քննարկելիս 18-ին է, 18-ը ուրիշ իրավիճակ է։ Տեսեք, խոսքը Իսկ հավասար պայմանների տեսակետից երբեք Հայաստանում հավասար պայմաններով ընտրություն տեղի չի ունեցել։ Երբեք այնպես չի, որ սա նոու-հաուն է Նիկոլ Փաշինյանի։ Սա մշտապես այդ նույն պայմաններն ա եղել։ Փոքր ուժերը հնարավորություն չեն եղել, չեն ունեցել իրենց ոչ մեդիաները, ոչ այդքան հնարավորություն ֆինանսական ռեսուրսներ, ոչ մնացած ռեսուրսներ են ունեցել, հետապնդումների են ենթարկվել, բռնության են ենթարկվել, ոստիկանական ճնշումների են ենթարկվել, խաղացել են մենակ մեծ խաղացողներ։ Ինչպես ասեցի, այ խաղակարտերի նման խառնել
բաժանել են, նորից բաժանել են։ Խոսքը Տիկին Կարապետյանց 18-ից հետո կազմակերպված ողջ ընտրությունների մասն է։ Օրինակ 21 թվականին, երբ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց եւ արտահերթ ընտրություններ կազմակերպեցին, դարձյալ նա հաղթեց։ Դրանց արդյունքները կասկածի տակ դնում եք, թե ոչ։ Դա հեղափոխական էյֆորիայի տակ չէր։ Անգամ եթե այդ պահին ընտրությունները դու համարում ես, որ տեղի են ունեցել նորմալ ընտրություններ եւ օրինակ Նիկոլ Փաշինյանը այդ պահի դրությամբ եղել է լեգիտիմ իշխանություն, Նիկոլ Փաշինյանը այն պահից, երբ որ սկսեց իր ծրագրերը, նախընտրական ծրագրերին հակառակ գործողություններ անելը, այդ մարդը այլևս լեգիտիմություն չունի։ Հիմա դուք անպայման ուզում եք ինչ-որ ընտրություններ լեգիտիմ է։ Դա ոչ մեկն էլ ընտրությունը լեգիտիմ չի եղել։ Ոչ մի ընտրություն չի եղել լեգիտիմ, եթե տենց եք ուզում ասել։ Որովհետև երբ որ համակարգը նորմալ չի, երբ որ համակարգը թույլ չի տալի հավասար պայմաններ ստեղծել, գոնե հարաբերական հավասար պայմաններ ստեղծել բոլոր կողմերի համար, իհարկե նորմալ չի, իհարկե հավասար չի, իհարկե լեգիտիմ չի։ Հարաբերական բանելով, այն որ գիտեք ինչի հետ են համեմատում շատերը, ասում են, իսկ այն որ խցիկները ասում են գողանում էին բաները, քվեաթերթիկները լցոնում են, հասկացանք, մարդկանց հասկացանք, եթե չեն ծեծել, բայց օրինակ H1-ի ռեսուրսը չարաշահել են մի աննկարագրելի չափ, հիմա դա խախտում է, թե չէ։ Իսկ գուցե դա ավելի մեծ խախտում է, երբ որ մարդկանց ուղեղը լվանալու ճանապարհով են գնում։ Իսկ երբ որ ներգրավում են անկախ դիտորդները եւ անկախ էքսպերտները լծվում են օրվա իշխանությունների կեղծ թեզերը տարածելով ու H1-ից դուրս չեն գալի, այնտեղ մշտական գրանցում են ստանում։ Իսկ միգուցե դա է ավելի ծանր խախտում, քան այն քվեաթերթիկները կեղծելը, ցուցակներն ինչ որ կեղծել, հակամ համաչափ են։ Ինձ համար ոչ մի տարբերություն չկա։ Հայաստանում միջև այսօր նորմալ ընտրություններ, ազնիվ մաքուր թափանցիկ ընտրություններ, որպես այդպեսին չել իրականացել, որտեղ դրա հնարավորությունը չկա։ Ոչ նպատակն են այդպիսի բանը ընտրություններ անցկացնել նպատակ են ունեցել, ոչ էլ իրականացրել են։ Լավ։